Ձևական ողջույն, թե կոնկրետ թեմա ոտքի վրա զրուցել են Միրզոյանն ու Ֆիդանը։ Ինչի դիմաց է Փաշինյանը հանձնել Արցախը, բանակցային փաստաթղթերի փաթեթի հրապարակումն ավելացրել է հարցերի քանակը։ Փաշինյանը բացահայտել է, թե ինչ սկզբունքով է ընտրում կիրակնօրյա պատարագին մասնակցելու եկեղեցին, որոնք են վարչապետին հուզող չափանիշները։ Լարված վիճակ Գորիսի պետական քոլեջում, 100-ամյա քոլեջում դատարկություն է, 340 ուսանող եկել են դասի, բայց դասախոս չկա։ Երևանում և մարզերում որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ կիսադատարկ են, ինչ վիրուս է տարածվել, ինչպես պետք է պայքարել դրա դեմ։ Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC News-ում է, ես Աննա Սարգսյանն եմ։ Րոպեներ առաջ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ Սրբազանին, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը, այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, թեմային կանդրադառնանք ավելի ուշ։ Մինչ այդ Վիեննայում մեկնարկել է ԵԱՀԿ 32-րդ նախարարական համաժողովը, որի բացման ժամանակ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարները ոտքի վրա կարճ շփվել են։ Հայկական կողմը դեռ չի հաղորդում որևէ մանրամասն, թե ինչ են խոսել, շփումը եղել է ձևական ողջույն, թե կոնկրետ թեմա։ Միրզոյանը օրվա ընթացքում շփումներ է ունեցել նաև մի շարք այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ։ Պաշտոնական տեղեկատվությունը, սակայն, այս պահին սահմանափակ է։ Եվ եթե Վիեննայում արտոնագրված շփումը պահվում է դիվանագիտական ինտրիգի մակարդակում, ապա Հայաստանի հրապարակած արցախյան բանակցային փաստաթղթերը արդեն հասցրել են լուրջ արձագանք ստանալ։ Առավել կոշտը Մոսկվայից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանը խախտել է միջազգային դիվանագիտական էթիկան, երբ առանց համաձայնեցման հրապարակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նյութերը, նաև պետությունների ղեկավարների նամակագրությունը։ Զախարովայի խոսքով հայկական կողմը անտեսել է էթիկական չափանիշները, իսկ հրապարակված փաստաթղթերը չեն կարող ներկայացվել որպես լիարժեք համակողմանի տեղեկատվություն բանակցային գործընթացի մասին։ Բոլոր հրապարակված նյութերը քանդում են այն թեզերը, որոնք պաշտոնական Երևանը փորձում է առաջ տանել։ Ռուսաստանի մասնակցությամբ ընդունված բոլոր փաստաթղթերը վկայում են, որ երկիրը հետևողական ջանքեր է գործադրել դիվանագիտական քաղաքական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Այդ փաստաթղթերից երևում է, որ հնարավորություններ եղել են, բայց դրանք բաց են թողնվել։ Միակ հարցը, որ մնում է, ում մեղքով, սակայն այդ հարցը մեզ չի ուղղված։ Այս արձագանքը գալիս է այն պահին, երբ Հայաստանի ներսում դեռ շարունակվում են քննարկումները, հրապարակված փաստաթղթերն ամբողջական են արդյոք և ինչ նպատակով է կառավարությունը դրանք, այսպես ասած, գաղտնազերծել հենց հիմա։ Թեմայի վերաբերյալ այսօր հատուկ ասուլիս էր հրավիրել Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Իմ գործընկեր Անի Աբաղյանի հարցին, թե բանակցությունների ամբողջ ընթացքում փոխադարձության սկզբունքը պահպանվել է, և եթե այդ սկզբունքը որդեգրել է նաև Փաշինյանը, ապա ինչի դիմաց հանձնեց Արցախը։ Զուրաբյանը պատասխանել է։ Պարոն Զուրաբյան, եթե հարցը փորձենք դիտարկել այլ կոնֆլիկտների համեմատությամբ, ապա կստացվի, որ թե Մոլդովայում, թե Կոսովոյում, թե Կիպրոսում բոլոր իշխանություններն են բանակցել են տարածքների վերադարձի հարցի շուրջ փոխադարձ շահերի ակնկալիքով։ Փաշինյանը հանձնեց տարածքներ, ինչ ակնկալիքի կամ շահի դիմաց։ Ինքը պատստավ կա արել հայ ժողովրդին։ Ինքը մեր շահերը, այո, շահերին կարանք ասենք դավաճանել է։ Շահերին դավաճանելը քրեական բան չի, էլի, հոդված չի, դա ուղղակի դավաճանությունն է շահերի նկատմամբ։ Հա, ինքը բան է, ինքը հայ ժողովրդին տարավ կախաղան, տարավ անձամբ եւ շարունակում է տանել ամենա ողբերգականը։ Անունն էլ դնում է բան, խաղաղություն, որը չկա։ Իսկ իրականում այս ամեն ինչը նմանվում է բանը Հայաստանին հաճելի մահի ճանապարհով տանելու, այսինքն այն ինչ որ կոչվում է գիտական լեզվով էվթանազիա։ Լևոն Զուրաբյանը նաև մանրամասնել է, թե ինչ 3 խորհուրդ է տվել Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին դեռ 2018 թվականին։ Զուրաբյանի խոսքով առաջին նախագահի և Փաշինյանի հանդիպումը այդ տարիներին կեղծ ձևով էր ներկայացվել, և հենց դա է պատճառը, որ Տեր-Պետրոսյանը հրաժարվել է հետագա հանդիպումներից։ Հեշտացնենք այդ process-ը կարգավորման, որ նաև որ հանրությունը իմանա ուր է գնում եւ այլն եւ այլն։ Հիմա սա մեկ չարեց, ասեց ինձ ոչ մի նոր բան չասեց եւ այլն, չարեց։ Հետո մի անգամ արդեն կապանի բանի ժամանակ, տեսեք, այդ հանդիպումը 18 թվին էր, իսկ ինքը կապանի 20 թվին հրապարակեց Կրակովյան փաստաթուղթը, ոչ թե
այն վերջի բանը փաստաթուղթը։ Չնայած հա կարող է Կրակովյանն էր վերջինը, լավ, հրապարակեց դա, բայց ինչքան ուշացումով եւ այլն եւ այլն։ Երկրորդ խնդրանքը ո՞րն էր, ասում դա խնդրանք չէր, խորհուրդ էր, որ դու շատ խաթարել ես քո հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Անվստահելի ես իրենց համար դառել։ Պետք է Ռուսաստանը պետք է սիստեմային աշխատել, նախարարությունների միջոցով, տարբեր բաներ, դու ամեն ինչ դադարեցրել ես։ Գնա այդ հարաբերությունները բան արա, ավելի լուրջ աշխատանքային մակարդակի վրա բարձրացրու։ Եվ երրորդ բանը, դա ես կարծում եմ, որտեղ ոչ մի ամաչելու բան չունենք, խոսքը գնացել է նա մասին, որ Վանո Սիրադեղյանին հետ բերվի հայրենիք, թույլ տրվի, որ ինքը վերադառնա հայրենիք։ Ներքաղաքական սուր քննարկումների ֆոնին այսօր եւս մեկ հաստատում ստացավ մի թեմա, որը վերջին օրերին լուրջ աղմուկ էր բարձրացրել։ Նիկոլ Փաշինյանը հրապարակային հաստատեց, պատարակների ժամանակ կաթողիկոսի անունը չհնչեցնելու խնդրանքը հոգևորականներին փոխանցվում է նաեւ ԱԱԾ աշխատակիցների միջոցով։ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատարակ է գնում միայն այն դեպքում, երբ կաթողիկոսի անունը չի հնչում, իսկ պետական կառույցների ներգրավվածությունը բացատրեց անձնական կապերով, ընդգծելով, որ դա կարող է անել ծանոթ, բարեկամ, ԱԱԾ աշխատակից կամ օգնական։ Ես չի որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Սակայն Գյումրիի Սուրբ Հակոբ Մծմբնեցի եկեղեցու քահանա Տեր Ռուբենը Ազատությանը պատմել է, որ ԱԱԾ-ից խնդրել են, որ պատարագի վեհափարի անունը չտա, քահանան էլ մերժել է։ Ես ասել եմ, ես տվել եմ, կտամ ու էլի պիտի տամ վեհափարի անունը։ Երեկ էլ իմիջայլուց Շիրակի ԱԱԾ-ից եկել, բատեր հայր ջան, խնդրում ենք։ Ասացի, ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասացի, դա բացառվում է, ես իրավունք չունեմ տենց բան անելու։ 25 տարի ես վեհափարի անունը տվել եմ։ Ինչի մասին է խոսքը։ Փաշինյանի ելույթին հաջորդեց Հայ առաքելական եկեղեցու 27 եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների հայտարարությունը, որով իրենց հավատարմությունն են հայտնում կաթողիկոսին։ Նրանք կոշտ գնահատական են տալիս նաեւ վերջին օրերին հաճախացած երևույթին պատարագի ժամանակ կաթողիկոսի անվան կամայական չհիշատակմանը, դա որակելով անհանդուրժելի եւ դատապարտելի։ Անընդունելի եւ վտանգավոր են համարում ներեկեղեցական հարցերը քաղաքական միջամտությամբ լուծելու որևէ փորձ, ինչպիսի պատճառաբանությամբ էլ պայմանավորված լինի։ Եկեղեցու կառավարման եւ ներքին կյանքին առնչվող բոլոր խնդիրներն անխտիր կարգավորելի են եղբայրական սիրով, առաքելագործ եպիսկոպոսներին վայել բարձր գիտակցությամբ, եկեղեցական ժողովական իրավասու մարմինների միջոցով համաձայն մեր Սուրբ եկեղեցու գործուն կանոնական ընթացակարգերի։ Վստահ ենք, որ մեր Սուրբ եկեղեցու միասնությունն ու խաղաղությունը վեր են անձնական խմբային կամ այլ շահերից եւ ամրապնդվելու են սիրո հաղորդության, ճշմարտության եւ արդարության ճանապարհով։ Համոզված ենք, որ մեր եպիսկոպոսած համախումբ ջանքերով արդյունավետ լուծումներ կգտնենք ի շահ մեր Սուրբ եկեղեցու։ Մինչ քաղաքական եւ կրոնական հարցերը շարունակում են հանրության ուշադրության կենտրոնում մնալ, խորհրդարանը գրեթե ամփոփել է տարեվերջյան իր օրակարգը, առաջնահերթություն տալով պաշտպանական ոլորտին։ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը։ Խորհրդարան եկած պաշտպանության նախարարն այսօր падգամավորների քվեն էր խնդրում, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվի կես տարով։ Պապիկյանի խոսքով ծառայության Գետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինծառայության մեջ գտնվող զինվորների վրա։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության ավելացման եւ ընդլայնման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքների շնորհիվ։ Պաշտպան հայրենիաց ծրագիր, ատեստավորման համակարգ, արհեստավար սերժանտական համակարգի ներդրում եւ այլն։ Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը նախատեսված է կառավարության 2021-26 թվականների ծրագրով։
Պաշտոնական Երևանը պնդում է, որ զինծառայության ժամկետների կրճատումը նպաստելու է զինված ուժերի արդիականացմանը եւ կսահմանափակի զորակոչի ծանրությունը։ Միաժամանակ ընդդիմությունը կարծում է, որ նախարարության այս քայլերը չեն նպաստի բանակի համալրմանը եւ որ դրանք կարող են հակառակը ստեղծել լարվածություն ու անվստահություն զինծառայողների եւ հասարակության շրջանում։ Զինված ուժերում ընդունված է եղել եւ կար, որ որակավորման արդյունքում որոշումները հետեւյալն են. համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին, չի համապատասխանում կամ արժանի է առաջխաղացման։ Որքան ես գիտեմ, որ որակավորման արդյունքում նշվում է ձեր մոտ, որ արժանի է որակավորվել է դրամական բավարարում ստանալու համար, ինչը ատեստացիայի սկզբունքներին չի համապատասխանում։ Վիճակը լարված է ոչ միայն ներքաղաքական ոլորտում։ Գորիսի պետական քոլեջում կրքերը չեն հանդարտվում։ Նորանշանակ տնօրենը ոստիկանական ուժերի օգնությամբ մտել է Գորիսի պետական քոլեջ, հայտնում է Սյունյակ երկիր կայքը։ Տնօրենի խնդրանքը դասախոսներին եւ ուսանողներին ներս գալու եւ զրուցելու առայժմ մերժման է արժանացել։ Դասախոսներն ու ուսանողները պնդում են իրենց պահանջը, իսկ ոստիկանները Գորիսի ոստիկանապետ Կարեն Հովսեփյանի գլխավորությամբ զբաղված են տնօրենի նորանշանակ պաշտոնակատարի պաշտպանությամբ։ 100-ամյա քոլեջում դատարկություն է, 340 ուսանող եկել են դասի, բայց դասախոս չկա։ Գորիսի պետական քոլեջում այսօր դարձյալ դասադուլ էր։ Նոր տեղեկություններ ունենք հասարակության ուշադրության կենտրոնում հայտնված Բրյուսովի համալսարանի աղջիկների ծեծկռթուքի մասին։ ABC մեդիային հայտնել են, որ ծեծկռթուքի պատճառը դարձել է կուրսի չաթում միմյանց հայհոյելը։ Հետո աղջիկները համալսարանում տեսել են միմյանց ու սկսել ծեծել, քաշքշել իրար, մազեր պոկել։ Համալսարանից որևէ արձագանք չկա ծեծկռթուքի վերաբերյալ։ Գործը քննչական կոմիտեում է, նախաձեռնվել է քրեական վարույթ ֆիզիկական ներգործությունը մի խումբ անձանց կողմից հոդվածով։ Կատարվում է նախաքննություն։ Բոլոր մասնակիցները հայտնաբերվել են, ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալվել եւ ներկայացվել նախաքննական մարմին։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կալանավորել է Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժշկին, ևս 5 անձին ձերբակալել է։ Հիվանդության սիմուլյացիայի եղանակով եւ կեղծ փաստաթղթերի գործածմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու դեպքերի առիթով հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ։ Նրանց թվում է կաշառք ստացած Պաշտպանության նախարարության Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Տեղափոխվենք դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ վերջին օրերին ևս անհանգստացնող վիճակ է ստեղծվել։ Երևանում եւ մարզերում որոշ դպրոցներ ու մանկապարտեզներ կիսադատարկ են, քանի որ երեխաներին հաճախ բարձր ջերմությամբ ուղարկում են տուն։ Բժիշկներն անհանգստանում են, վերջին օրերին գրանցված դեպքերի թիվը զգալի աճել է, իսկ վիրուսի տարածման տեմպը շարունակում է բարձր մնալ։ Ինչ վիրուս է, ինչպես են ծնողներն ու բժիշկները պայքարում դրա դեմ եւ ինչ քայլեր են առաջարկում մասնագետները, տեսանյութում։ Գեղարքունիքը եւ Երևանը սուր շնչառական վարակներով հիվանդացության ամենաբարձր մակարդակն ունեն։ Ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ 6.2%-ով աճել է։ Տարվա 48-րդ շաբաթն է ամփոփել հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը։ Սեզոնային վարակների շրջանը սկսվում է։ Մենք գտնվում ենք դեռ սեզոնի, գրեթե սկզբում, սեզոնը սկսվում է ընթացիկ 40-րդ շաբաթից եւ տևում է մինչեւ հաջորդ տարվա 20-րդ շաբաթը։ Եթե ավելի մանրամասն ասեմ ամիսներով, հոկտեմբեր ամսից սկսված մինչեւ հաջորդ տարվա մայիս ամիսը։ Սրան զուգահեռ դպրոցներում էլ աստիճանաբար աճում է բացակայող երեխաների քանակը։ Երևանի թիվ 78 դպրոցում, օրինակ, այս բռնկումը 1 շաբաթ առաջ է սկսվել։ Ծնողները հազանգում էին, որ երեխաների մոտ հարբուխային վիճակ էր, ջերմաստիճանի բարձրացում ունեին կամ ուղղակի մրսածություն եւ այսօր էր ավելի բավականին քանակը շատ, աշակերտների բացակա աշակերտների ընդհանուր առմամբ։ Նոնայի որդին մոտ 2 շաբաթ բացակայել է դպրոցից բարձր ջերմության ու վատ ինքնազգացողության պատճառով։ Երեխան առավոտյան գնացել է դպրոց, սակայն երեկոյան վատ ինքնազգացողություն է ունեցել, իսկ հաջորդ օրը փսխել։ Ուղարկեցի դասի, բայց երեկոյան ջերմությունը նորից բարձրացավ։ Հաջորդ օրը արդեն սկսեց հետ տալ ու այդպես 2 օր բողոքում էր անընդհատ փորի ցավից, իսկ այսօր արդեն ականջի ու գլխի ցավեր ունի։ Ջերմությունը քիչ առաջ չափեցի 37.5 էր։
0-ից 18 տարեկան երեխաները բժիշկ Ամաճարակաբանի խոսքով կազմում են ընդհանուր դեպքերի 81, հոսպիտալացումների 91%-ը։ Նրանց գրեթե կեսը դպրոցահասակներ են, մյուս կեսը մինչև 4 տարեկան երեխաներ։ Թիրախային խումբն է, որոնց մոտ ավելի մի փոքր ծանր է ընթանում հիվանդությունը, կախված նրանից, թե իրենք առաջին անգամ կարող են հանդիպել տվյալ վիրուսին։ Թիվ 78-ում 713 աշակերտներից 113-ն այսօր բացակայում էին, մեծ մասը վարակների պատճառով։ Աշակերտներից բացի բացակա ուսուցիչներ էլ կային։ 8 ուսուցիչ ունեինք այսօր, որ անաշխատունակության թերթիկ էին վերցրել։ Դպրոցը վարակի բռնկումից հետո կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկել։ Դա նպաստել է հաճախելիության աստիճանական ավելացմանը։ Բուժքույրը անպայման շրջում է դասասենյակներում, հիվանդ աշակերտներին անմիջապես առանձնացնում իր առանձնասենյակում եւ տուն են ուղարկում, բայց ասեմ, որ նմանատիպ դեպքերը շատ քիչ են լինում, որտեղ ծնողները իրենք արդեն մտածում են, եթե երեխան մի փոքր վատ է զգում, դպրոց չեն ուղարկում, ջերմաչափում են կատարում առաջին հարկում, ախտահանում ենք կատարում դասասենյակում դռան բռնակները, պետքարանները, այսինքն բոլոր քայլերը ձեռնարկում ենք։ Պատվաստումը գրիպի դեմ միակ արդյունավետ տարբերակն է կանխելու ծանր եւ ծայրահեղ ծանր հիվանդության ելքերը, հիշեցնում է բժիշկ Համաճարակաբանը։ Խորհուրդ է տալիս հիվանդության դեպքում դիմել բժշկի եւ չօգտագործել հակաբիոտիկներ։ Դրանք ցուցված չեն վիրուսային վարակների բուժման համար։ Հակամանրեային դեղերը նշանակում են միայն մանրեային բակտերիալ վարակների համար եւ նշանակվում է միայն բժշկի կողմից։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով հանրապետությունում առկա են գրիպի H3N2 տեսակը, այլ սուր շնչառական հիվանդություններ, այդ թվում կորոնավիրուս։ Բժիշկ Համաճարակաբանը հիվանդություններից խուսափելու համար հորդորում է սրացումների շրջանում հագնել դիմակ, հագնվել եղանակին համահունչ եւ հաճախ օդափոխել փակ տարածքները։ Միջազգային լրահոսից Վլադիմիր Պուտինը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Կրեմլում հանդիպելուց 2 օր անց կրկին սպառնացել է հայտարարելով, որ Ռուսաստանը կամ ռազմական կամ այլ ճանապարհով ամբողջությամբ կվերցնի Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերը, այսինքն ամբողջ Դոնբասը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է ուկրաինական զորքը ստիպված կլինի դուրս գալ այդ տարածքներից։ Կամ մենք ազատագրում ենք այս տարածքները զենքի ուժով, կամ ուկրաինական զորքերը լքում են այս տարածքները եւ դադարեցնում այնտեղ կռվելը։ Մի սպառնացեք մեզ, թե չէ կարթնացնեք Յագուարին։ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն սպառնացել է Թրամփին։ Նա հայտարարել է, որ երկրի ցամաքային թիրախների վրա Միացյալ Նահանգների ցանկացած հարձակում կհամարվի պատերազմի հայտարարում։ Հայտարարությունը հնչել է ի պատասխան Թրամփի Հարավային Ամերիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքներին։ Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը նախքան Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերումը անվանել է կարմիր գիծ։ Նրա խոսքով նման քննարկումներն անհնար են, քանի դեռ Մոսկվան ճանաչում է այդ տարածքների անկախությունը։ Եվ վերջում տեղի է ունեցել Բագրատ Սրբազանի ինքներս մեզ հաղթելով գրքի քննարկումը։ Գիրքը միայն Սրբազանի անցած ազգային ու հոգևոր ճանապարհի մասին չէ։ Բագրատ arczepiskopos Գալստանյանը ներկայացրել է հայ ազգային կյանքի կոնկրետ վիճակների վերաբերյալ աստվածաբանական, ազգային, հոգևոր վերլուծություն, գրել թե ինչպես է պետք դուրս գալ անելանելի վիճակից։ Բագրատ Սրբազանը կալանավայրում, նրա գիրքը քննարկման կենտրոնում։ Դիտենք Անահիտ Սարգսյանի ռեպորտաժը։ Ինքներս մեզ հաղթելով Այսպիսին է Բագրատ Սրբազանի առաջարկած ճանապարհը պետություն, եկեղեցի, ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից։ Գրքի շնորհանդես քննարկումներ, ինտերակտիվ, հետաքրքիր։ Այս գրքի շնորհանդեսը ևս մեկ ապացույցն է, որ Բագրատ Սրբազանին մենք երբեք բացակա չենք դնում, անկախ փաստից ինքը կլանավայրում է թե ոչ։ Գիտական, բայց եւ հանրամատչելի։ Այսպես է բնութագրում գիրքը քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։ Գիրքը շատ ավելի շուտ է սկսել Բագրատ Սրբազանը վերջին մի քանի տարվա ընթացքում պարբերաբար եւ հոդվածներով էր հանդես գալիս եւ ուսումնասիրություններով, ինքը մշտապես գրի ու գրականության առաջատարներից է եղել, անկախ փաստից Սրբազան շարժումը առաջնորդել է թե ոչ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը մեր ժամանակակից մտավորականության կարող եմ ասել աբահայրերից մեկն է իր բեղուն գրչով, իր արթուն եւ պայծառ մտքով։
Գրքի մի մասը նվիրված է եկեղեցի բժշկագիտություն կապին։ Միջոցառման բանախոս Եկատերինա Թայիրյանը շատ կարևոր է համարում եկեղեցու եւ պետական մարմինների միասնական աշխատանքը մեր ազգաբնակչության առողջությունը բարելավելու համար։ Փոխանակ մեր այսօրվա իշխանությունները զբաղվեն այս հարցերով եւ կարողանան օգտվել մեր եկեղեցու այս իմաստագույն ուրեմն գիտական, գիտահեն աստվածաբանական գիտությունների վրա հիմնված խորհուրդներին բարելավելու մեր առողջապահությունը։ Ես չգիտեմ ինչով են զբաղված։ Բանախոսը կարծում է, որ սա գիրք ուղեցույց է, որում ներկայացված է, թե ինչպես մեզ պետք է դրսևորենք որպես հանրություն, ժողովուրդ եւ հնամենի քրիստոնյա ազգ։ Իսկ փոխգործակցության ուղիները բազմաթիվ են։ Գրքի խմբագիր քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը վերհիշում է, ինչպես ծնվեց գրքի գաղափարը։ Ինչպես սիրելի Թովմասը նշեց, Միտք եւ բանկ եւ Ավետյաց երկիր գրքերը ոգևորեցին ինձ շատ, երբ որ ես կարդացի եւ առաջարկեցի Բագրատ Սրբազանին մեկ նոր հատոր հրատարակել հանրային աստվածաբանության ժանրից։ Քաղաքագետը թվարկելով հայերի ունեցած կորուստներն ու դժվարությունները ընդգծում էր ձևավորված զոհի հոգեբանության հանգամանքը։ Մենք պարտավոր ենք այդ զոհի հոգեբանությունից վեր լինել, հաղթահարել դա, հաղթելով ինքներս մեզ։ Ինչ վերաբերում է մեր պետությանը, ես երբ որ նախաբանն էի գրքի գրում, մի էպիգրաֆ ընտրեցի, որը Սրբազանի դուրն էլ շատ եկավ, գրել է դա կարդինալ Ռիշելիեն 17-րդ դարում։ Ասում է, մարդ անմահ է, նրա փրկությունը մահից հետո է։ Պետություն անմահություն չունի, նրա փրկությունը հիմա է կամ երբեք։ Հայր Ռուբեն Զարգարյանը հատկանշական էր համարում Բագրատ Սրբազանի անդրադարձը հայերեն թարգմանված առաջին նախադասությանը։ Մենք շատ հաճախ իսկապես չենք հասկանում այստեղ ինչ է ասվում։ Իմաստություն, խրատ, հանճարի խոսքեր եւ այլն։ Ես հիմա չեմ անդրադառնա դրան, բայց կանդրադառնամ առաջի բառերին։ Ճանաչել, իմանալ, ընդունել, որովհետեւ հաջորդ տողը, որ մենք չենք արտասանում, ընդունելն է։ Իսկ շարունակությունը, արդարություն, ուրեմն իրավունք եւ ուղղություն կամ ուղղամտություն։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա ուսուցիչները եւ վարդապետները պարզապես գիտելիքի փոխանցող չեն։ Գլխավոր նպատակն այլ է՝ ստեղծել առաքինի մարդ։ Հայր Ռուբեն Զարգարյանը մեկնում է առաջին նախադասության նշանակությունը։ Արդար մարդ, հատկապես արդար Աստծո եւ մարդկանց առաջ։ Ահա թե որն է Բագրատ Սրբազանի տեսլականը։ Իսկ թե ինչպես, հարցի պատասխանը նորից կտա գրքի վերնագիրը։ Ինքներս մեզ հաղթելով։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Արժանավորյալ գողության փառավորելս քեզ ընթոր եւ ընթոփույց Սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Իդե Բագրատ Սրբազանը ամբողջական զորակցությունն է հայտնել քիչ առաջ ձերբակալված Արշակ Սրբազանին։ Իսկ քննչական կոմիտեն քիչ առաջ հայտնել է, թե ինչ վարույթի շրջանակում է ձերբակալվել Արշակ Սրբազանը։ Ըստ կոմիտեի Արշակ Սրբազանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից թմրամիջոց իրացնելու առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բաց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։